Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ը ստացել էր հրազենային վնասվածք։ Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ Մերձավանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի հետևանքով 2 մարդ սպանվեց և 1 այլը հրազենային վնասվածք ստացավ, արդեն ունի իր բացահայտումները։ Ոստիկանության և ներքին գործերի նախարարության համատեղ գործողությունների շնորհիվ ձերբակալված անձը խոստովանել է, որ կրակել է 3 համագյուղացիների ուղղությամբ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը նույնպես հայտնաբերվել է, սակայն այս բացահայտումը չի փակում հարցերն, այլ ընդհակառակը ավելի շատ քննարկումներ է առաջացնում հասարակության մեջ։ Ինչու են նման դեպքերն աճում։ Վերջին տարիներին Հայաստանում հաճախացել են հրազենային միջադեպերը։ Սա վկայում է ոչ միայն զենքի շրջանառության վերահսկողության թերությունների մասին, այլև հասարակության ներսում կուտակված լարվածության։ Երբ արդարադատության համակարգի նկատմամբ անվստահությունը խորանում է, մարդիկ ավելի հաճախ դիմում են ինքնադատաստանի։ Մերձավանի դեպքը ևս, ըստ մասնագետների, կարող է բխել երկար տարիներ կուտակված անձնական կամ համայնքային հակասություններից։ Թեև պաշտոնական տեղեկատվությունը դեռ չի մանրամասնում սպանության կոնկրետ շարժառիթը, առայժմ շրջանառվում են տարբեր վարկածներ՝ անձնական թշնամություն, համայնքային վեճեր կամ հին հաշվեհարդար, սեփական արժանապատվության կամ ընտանիքի անվան պաշտպանության փորձ։ Հասարակական հնչեղություն ունեցող նման գործերում շատ հաճախ պարզվում է, որ բռնի գործողությունը դառնում է երկարատև անարդարության կամ չլուծված վեճերի հետևանք։ Այս դեպքը նորից հիշեցրեց, որ մեկ բռնի գործողություն կարող է միանգամից մի քանի ընտանիքի կյանք քանդել։ Երեխաները որբանում են, կանայք դառնում են այրի, իսկ սպանության հեղինակն ինքը ևս կանգնում է ազատազրկման ու հասարակական պարսավանքի առաջ։ Այսինքն կորցնում են բոլորը։ Ինչպե՞ս կանխել նման ողբերգությունները։ Այս ողբերգությունից հետո նորից օրակարգ է գալիս մի քանի կարևոր հարց։ Զենքի վերահսկողություն։ Ինչպե՞ս է հնարավոր, որ գյուղերում հրազենն այսքան հասանելի է։ Արդարադատության համակարգ։ Եթե մարդիկ վստահ լինեն, որ իրենց խնդիրները կլուծվեն օրենքի միջոցով, նրանք չեն դիմի բռնության։ Հասարակական միջավայր։ Մենք այսօր ապրում ենք չափազանց լարված մթնոլորտում, որտեղ ցանկացած վեճ կարող է վերաճել ողբերգության։ Այս դեպքը ոչ միայն պետք է իրավական լուծում ստանա, այլև դառնա ազդակ պետական համակարգի համար։ Եթե զենքի ազատ շրջանառությունն, անարդարության զգացումը և օրինականության թուլացումը շարունակվեն, ապա Մերձավանը չի լինի վերջին դեպքը։ Այսօր արդեն պարզ է՝ հանցագործը հայտնաբերվել է, բայց հարցերը դեռ բաց են մնում։ Ինչու եղավ այս ամենը։ Արդյոք կարող էր պետությունը կանխել։ Կփոխվի արդյոք մեր վերաբերմունքն օրենքի նկատմամբ։ Եթե այս հարցերին պատասխան չլինի, ապա մեկ ողբերգությանը շատ արագ կհաջորդի մյուսը։ Նշենք նաև, որ կասկածյալը Նարեկ Օհանյանն է, ով այս տարվա փետրվարի 5-ին Մերձավանում հնչած կրակոցներից սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Գրիգոր Օհանյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է, սպանվել էր հենց իր ծննդյան օրը։ Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալներից մեկը Վալոդյա Գրիգորյանի եղբայրն է, որն այժմ տնային կալանքի տակ է, և դեպքի գիշերը Գրիգորյանը պատրաստվում էր գնալ եղբոր ծննդյան օրը շնորհավորելու։ Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին ժամը 23:52-ին ներքին գործերի նախարարության ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր, մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Սպանված երկրորդ անձը ոստիկան է ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։
Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել, նա Վալոդիա Գրիգորյանի ընկերն է։ Դեպքը տեղի է ունեցել Վալոդիա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է Արծրուն Գալստյանը։ Վերջինիս հարազատներից նույնպես կան Գրիգոր Օհանյանի սպանության գործով մեղադրյալների թվում։ Եթե կա վենդետա, ուրեմն չկա արդյունավետ արդարադատության համակարգ, քանի դեռ չկա արդյունավետ արդարադատության համակարգ, լինելու է վենդետա։ Սա է եզրահանգումը, որ պետք է ազգովի անենք Փարաքարի ողբերգական սպանությունից։